Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին եւ էներգետիկայի մասին օրենքներում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ 30 դեմ ձայներով։ Այն օրակարգ է բերվել ՀԵՑ-ի կառավարման հարցի լուծման գործընթացին ընդառաջ։ Նախագծով հանրային իշխանությանը տրվում է արագ արձագանքման լիազորություն, երբ էներգետիկ ոլորտի կազմակերպության գործունեությունը կամ գործողությունները սպառնում են համակարգի կայունությանը։ Մասնավորապես ընկերության թույլ տված խախտումների վերաբերյալ կառավարության հաղորդման հիման վրա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է հնգօրյա ժամկետում վարչական վարույթ հարուցել եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառել, այդ թվում ընկերության կառավարումը հանձնել ժամանակավոր կառավարչի։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Այն վերաբերում էր Արմավիրի մարզի Խոյ եւ Վաղաշապատ համայնքների միավորմանը։ Խորհրդարանի մեծամասնության կողմ ձայներին արժանացավ նաեւ ավտոմոբիլային տրանսպորտի մասին եւ կից օրենքների նախագիծը, որը նախատեսում է տուգանք Երևանում հանրային տրանսպորտի ուղևորը չվճարելու դեպքում։ Իսկ տրանսպորտային ոլորտի փոփոխությունների վերաբերյալ նախագծերն արտահերթ նիստում մի քանիսն էին։ Դրանց թվում էր Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը։ Ավտոտրանսպորտային պատահարից հետո 20 րոպեի ընթացքում դեպքի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է դրա շահագործումը։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը, հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե անվտանգային, թե տնտեսական, թե բնապահպանական եւ թե առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար։ Այդ մարդը չունի այդքան գիտելիք, որ ասի վնասը, որը ինքը ունի, արդյոք դա դեպքում թույլատրվում է շահագործել, թե չէ, եւ իր մոտ գնում է դեպի ավելի ապահով գործունեության ընտրությունը, այսինքն չքաշեմ, թող գան տեսնեն շահագործելու իրավունք ունեմ, թե չունեմ։ Այս պարագայում ձեր օրենսդրական նախաձեռնությունը ինչ լուծում է առաջարկում։ Չնայած կրկնում եմ, այո, մի թեթև երկրներ խազել գնացել են, առավոտյան ժամը 8:30-ից մինչև 10:30 խցանում է։ Քանի որ բովանդակային առումով այս օրենքը ըստ էության առնչվում է ձեր կողմից նշված այդ փոքր խազերին, այդ դեպքերում ձեր կողմից նշած դեպքերը վերաբերելի չեն։ Այսինքն, երբ որ բախումը կամ վթարը այն աստիճանի ուժգին կլինի, որի արդյունքում ինչ որ բաներ պետքա դուրս թռնեն ավտոյից, ծուխ գնա բան եւ այլ, բնականաբար այն դեպքերը չեն, որը քննարկման առարկա է։ Հարակից զեկուցողը տեղեկացրեց, որ հավելվածի լավարկման համաձայնություն կա։ Ելույթների ժամանակ հնչեցին առաջարկներ։ Անսարքությունների շարքի մեջ է մտնում նաեւ անսարք անվադողը, լուսարձակը, դիմապակին, հետևաբար համարյա բոլոր վթարների դեպքում այս նշածներիցս ինչ-որ մի բան վնասված է լինելու, անգամ լուսարձակը եթե վնասվեց, տրանսպորտային միջոցի շահագործումը արգելվում է, այսինքն այս նորմը չի գործելու, հետևաբար առաջարկում եմ փոխել այս նորմը։ Հետաքրքիր կլներ իմանալ, օրինակ այս նախագիծը ոնց էր աշխատելու, եթե հայտնի ահաբեկչական խմբի կողմից պլանավորված, օրինակ այն աստղիկները Դահլիճում լռություն հայտնի ահաբեկչական խմբի կողմից պլանավորված, օրինակ այն աստղիկները թափվեին գետնին կամ չգիտեմ, մեքենաների վրա յուղ լցվեր ու վառվեին մեքենաները։ Էդուարդ Աղաջանյանը հիշեցրեց, որ օրենքն ընդունումից հետո ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Հաջորդ նախագծով խստացվում է պատասխանատվությունը առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքում, նախատեսելով 50,000 դրամ տուգանք նախկին 25,000-ի փոխարեն։ Առաջարկվում է նաև խստացնել պատասխանատվությունը հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար, հնգապատիկի փոխարեն նախատեսելով սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկի չափով տուգանք, ինչպես նաև այլ երկրներում ստացած եւ Վիեննայի կոնվենցիային համապատասխանող վարորդական վկայականները երկիր մուտք գործելու պահից 3 ամիս ժամկետով ճանաչել գործող։ Կարգավորումը վերաբերում է նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց։ Սահման հատել հետ գալը եւս տարբերակ է քաղաքացու համար, բայց նաև կառավարության որոշմամբ մենք ունենք ընդունված կարգավորումներ, որ եթե ավելի երկար ժամկետով է քաղաքացին օտարերկրյա վարորդական իրավունքով ուզում երթևեկել Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող է դիմել ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայություն եւ ստանալ նաև արդեն պետական ազգային վարորդական իրավունք եւ երկուսն էլ ունենալ։ Այն ջավախցիները, ովքեր երկքաղաքացի են, ունեն եւ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիություն, բայց երթևեկում են
վրացական վարորդական իրավունքներով, որովհետև հիմնականում ապրում են Վրաստանում, այլևս ենթակա չեն դուգանման։ Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը։ Նշված նախագծերի երկրորդ ընթերցման քննարկումը նախատեսված է 24 ժամյա ռեժիմով։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։